Անկախությանը խոսենք այսօրվա իրավիճակի մասին, որ առկա է քրեակատարողական հիմնարկներում։ Մենք փաստորեն այս պահին ունենք կալանավորված 4 հոգևորական, 3 arczepiskopos եւ 1 եպիսկոպոս, ում քրեական գործերը իհարկե զավեշտ են հիշեցնում այդ ծիծաղելի ահաբեկչության մասին է խոսքը, որ ամեն օր քանդվում եւ փլվում է իրենց կառուցած գործը։ Միքայել Սրբազանի պարագայում ռազմական հեղաշրջման կոչն է, որը որևէ զավեշտ է հիշեցնում։ Այսօր տնային կալանքի տակ է Սամվել Կարապետյանը, պարոն Պողոսյանը շատ ճիշտ նշեց, դա իրավական գնահատականը իր արտահայտության չի կարող լինել քրեաիրավական, ընդհանրապես նոր տարվա շեմին կալանավորվեց Խաչիկ Գավեստյան, քաղաքական գործիչ հայրենի կուսակցությունից, որ էլի անհասկանալի էր, թե այդ ինչպես այդ գործը կարվեց, հորինվեց, որպեսզի քրեակատարողական հիմնարկները լսվեն նոր քաղաքական գործիչներով։ Տնային կալանքի տակ է մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, պատգամավոր Արթուր Սարգսյանը, էլ չեմ խոսում են մնացած բազմաթիվ քրեական հետապնդումների մասին, որտեղ մարդիկ տարիներով եղել են քրեակատարողական հիմնարկներում, այսօր էլ քրեական հետապնդումը իրենց նկատմամբ շարունակվում է, այսպես տարիներով ձգձգվող դատավարությունների ընթացքում որևէ այսպես լուծում չի ստանում, բայց ակնհայտ է, որ այդ մարդիկ քաղաքական հավատյալներ են։ Հիմա այս իրավիճակում ըստ էության էլի որոշում կայացնող մի հոգի է։ Այդ մարդը որոշում է, այս ազգային ժողովից գորգռում է, հիստերիկանում է, հետո իր օգնականը, որը որ այսօր գլխավոր դատախազավ շարունակում է մնալ իր օգնականը, քրեական գործերի շրջանակներում մարդկանց այսպես բան են լցնում են քրեակատարողական հիմնարկները, կներեք այսպես կոպիտ արտահայտության համար։ Մի բան էլ ասեմ շատ կարևոր, որ եթե քրեակատարողական հիմնարկում գտնվող, այսինքն կալանքի տակ գտնվող անձի վերաբերյալ դատանը կայացնում է որոշումը եւ փոխում է կալանքը տնային կալանքով, վարչական հսկողությամբ եւ այլն, մեր հասարակության մոտ սկսում են շշուկները, տեսնես ում են տանելու իր տեղը այդ քրեակատարողական հիմնարկը։ Այսինքն այսպիսի իրավիճակում ենք ապրում եւ սա իսկապես սահմանադրական կարգի խախտում է, որովհետեւ մի մարդու որոշմամբ այս ամեն ինչը տեղի ունենում։ Հիմա ինչպես հաղթահարենք սա, նախ իրավիճակը ձեր գնահատմամբ եւ հաղթահարման մեխանիզմներ ունենք, թե պետք է հաշտվենք այս իրավիճակի հետ։ Ասեք նախ շատ արձանագրումը հա ձեր նշածի Չէ, ոնց է հիմա աշխատում։ Շարունակելով հա ձեր արձանագրումները մեզ լսողների համար եւս մեկ անգամ ասենք, որ իշխանության համար այսօր չէ, արդեն երևի շուրջ 2 տարի կլինի, ինչ 2-3 տարի առհասարակ վերացել են իրավական որևէ խոչընդոտները կամ իրավակարգի մշակույթի թույլատրելի իմաստով որևէ կարմիր գիծ, ինչ չի կարելի անել քաղաքական հետապնդումների արդյունքում, նկատի ունեմ այնքանով, որ դեռևս գուցե չենք ասել ինչ-որ ֆիզիկական վերացման օրինակների կամ դրանք գուցե համատարած չեն, դրա մասին չենք խոսում, բայց դրանից այս կողմ ամեն ինչ արվել է, ամեն տեսակ անհեթեթ հորինված նարատիվներով, առանց նարատիվների քրեական հետապնդումներ մենք տեսել ենք։ Այսինքն հասել ենք մի իրավիճակի, երբ գիտեք ժամանակին կամ մշտապես լավ ասեմ, հա հնում, երբ որ մեր թե հաճախ լինում էին քաղաքական հետապնդումներ, դրա տակ պետք է ինչ-որ լեգենդ լիներ։ Լեգենդ նկատի ունեմ ոչ թե քննիչի այն սևագիրը, այն թանակը, որը հանձնվում է, հա, թղթին ու ինչ-որ դառնում է որակում հանցակազմին, այլ պետք է հանրության համար ինչ-որ հասկանալի պատմություն այդ ամեն ինչը լիներ։ Ես կարծում եմ այդ փուլն է անցել եւ օրինակ Սամվել Կարապետյանի դեպքը այն կլասիկ օրինակներից է, մեր սրբազանների դեպքերը, երբ արդեն այդ պատմությունն էլ հարկավոր չէ, մեծաշով կա նպատակ քաղաքական այդ հին ռոմի լեզվով ասած դեցիմացիան անելու, հա, ու անում են։ Խոշոր մարդկանց, ղեկավարների քաղաքական ուժերի, ոչ ղեկավար հանդիսացող, նկատի ունեմ ոչ առաջի դեմք հանդիսացող, բայց այդ կուսակցությունում ինչ որ առանցքային կառուցվածքային աշխատանք կատարող, օրինակ մեր Խաչիկ Գալստյանի պարագայում տարբեր նպատակներով, հա, կամ օրինակ նմանատիպ մարդկանց նաև ազատազրկում են այլ կուսակիցների, կուսակցության ղեկավարի ակտիվացման կամ ինչ որ
բան հասկացնելու կամ փորձելու կանխել նրա հետագա քայլերը, այսինքն տարբեր էսպիսի, բայց բոլոր քաղաքական նպատակներով այս ազատազրկումները շարունակվում են։ Հիմա ինչպես սա կարող է կանխարգելվել։ Առհասարակ ինչու պետք է նույն դատարանը չկատարի այդ ապօրինի կալանքի որոշումները, դրա համար մի քանի մոտիվացիաներ կամ խոչընդոտներ կարող լինեն։ Մեկը դա իր ներքին համոզմունքն է, մշակույթն է, իրավակարգի պահպանման ուղղությամբ, հա, որը շատ խորը, երևի ամենակարևոր, բայց ամենադժվար հասանելի հանգամանքն է։ Երկրորդ տարբերակը դա երբ որ դատավորը իմանա, որ այսօր չէ, վաղը, մի տարի, 3 տարի հետո կենթարկվի պատասխանատվության, այսինքն պատասխանատվության անխուսափելիության հայտնի սկզբունքն է, որի մասով կա հակառակ կանխավարկած դատավորների մոտ, որովհետև ասում են դա այն ժամանակ էլ ասում էին, անում էինք, փակում էինք, հիմա էլ ասում են, փակում էինք, վաղը գա երրորդ ուժը կասի կփակենք։ Այն ասեք անենքի տրամաբանությամբ ուղղակի կալանքներ տալու թեմայով։ Հիմա եթե հաջորդ քաղաքական ուժը սրանց փոխարինող ունեցավ այդ համարձակությունը ու այդ առնվազն այդ ամենաերևացող կարկառու ներկայացուցիչներին այդ կաթի վրի սերը վատ իմաստով, հա, հավաքեց, այսինքն պատասխանատվության ենթարկելու հետևից գնաց, ակնհայտ ապօրինի գործունեություն իրականացրած նույն դատավորներին եւ դատական իշխանության պատասխանատուներին, գուցե մյուս իշխանությունների ժամանակ դատավորը ասի չեմ անի, եթե հասնի նրան, որ պիտի ինչ-որ խնդիր ունենա, գուցե հեռանա դատական իշխանությունից, բայց շարունակի չանել, հասկանալով, որ այդ մի դեպքը չարժի այն մյուս 5, 10, 15 տարին, որ ինքը անցկացնելու է քրեակատարողական հիմնարկներում։ Այսինքն այդ սառը չոր հաշվարկը կարողանա իրականացնել։ Մեր պատմությունը մինչ օրս այդ հնարավորությունը մի քիչ է բնազդային կենթանական իմաստով, հա, այդ վախը ունենալը ցավոք սրտի դեռևս չի տվել մեզ։ Հիմա Պարոն Պողոսյանը երկար շատ եւ լավ հանգամանալից խոսեց մի բանի մասին, մի շատ բաների մասին, բայց դրանցից մեկը ըստ իս եթե հա զտենք, sense փորձենք սեղմենք, այդ քաղաքական բալանսի առկայությունն է, դուք էլ հարցերը դրա մասին տվեցիք, ըստ իս իրականում այդ գլխավոր դատախազ, մյուս առանցքային պաշտոնյաների համար, նաև դատական իշխանության, այդ բարձրագույն դատական խորհրդի, անդրական դատան վերևում կան գնաց ացանների համար, ինչ որ իրավիճակ կփոխվի, երբ մեր երկրում քաղաքական բալանս հաստատվի այն իմաստով, ինչպես նշեցիք Միացյալ Նահանգներում, հա, 1-2 հաճախ սենատորների կամ կոնգրեսականների տարբերությամբ իշխանություն է փոխվում։ Այդ բալանսը երբ Հայաստանում հաստատվեց, երբ սահմանադրական մարմինների ղեկավարները, անդամները նշանակվեցին կոնսենսուսով, ուզես թե չուզես կոնսենսուս ձեռք բերելու, հա, կանոնով, այդ պարագայում ես վստահեցնում եմ այդ անկախ հանձնաժողովների, կենտրոնական բանկի, բարձրագույն դատական խորհրդի, դատավորների, բերինացյանների, հա, անդամները կլինեն լրիվ այլ տրամադրվածությամբ եւ կախվածությամբ։ Այդ կախվածությունը գիտեք մշտապես էլ ինչ-որ չափով կա, նույն Միացյալ Նահանգներում է կա, բայց եթե մեր մոտ դա մշտապես այդ մի հետօրվա ուժն է, Միացյալ Նահանգներում մի գերագույն դատարանի անդամին կամ մեկին չի ասեն, 3-ին դեմոկրատներն են նշանակել, 4-ին ասենք հանրապետականներն են նշանակել եւ մշտապես չեմ ասում ավելի ներքև, եթե նահանգային մակարդակում խոսենք իրենց դատախազների եւ դատավորների, քաղաքական այդ տարբերությունն ու հակվածությունը, բաժանումը դեմոկրատներ եւ հանրապետականներ եւ դրանց կողմից նշանակվածներ համատարած է։ Եվ մենակ այն պատճառով չի, որ ավելի հասուն են, ավելի ժողովրդավար են եւ այլն եւ այլն։ Կա նաեւ այդ տնտեսական եւ քաղաքական բալանսի հանգամանքը, որը իր դերը միանշանակ կատարում է։ Վերջին դեպքերն էլ եթե հա, չգիտեմ, եթե ակտիվ հետևողները նույն Միացյալ Նահանգների նորություններին գիտեն, որ վերջերս իրական մարմիններից իմիգրացիոն հարցերով զբաղվող է, իրական մարմինների ներկայացուցիչներից մեկը զրկել էր կյանքից մեկին, ով որ ըստ այդ իրական մարմինի աշխատակցի փորձել էր վրայերթի ենթարկել իրեն, այնտեղ տարբեր վեճեր կա, այդպես էր, այդպես չէր, դրա մեջ չեմ ուզում խորանալ, նախագահի մակարդակով, որը հաճախ չի լինում Միացյալ Նահանգներում, իր խոսնակի այդ բանի դիպարտմենտի այդ կոնկրետ գերատեսչության ղեկավարի մակարդակով բոլորը կանգնեցին ի սկզբանե պաշտպանելով
կրակողին, այսինքն իրապահարանի աշխատակցին, ի սկզբանե այդ նույն սխալը կատարելով թե քննությունը ուր կգնա, կհաստատվի, չի հաստատվի, ես այսօր բրիտանական տելեգրաֆներ, եթե չեմ սխալվում, դրա վերաբերյալ որոշակի ինֆորմացիա էր հրապարակել, մի շարք քննիչներ, հետաքննիչներ, դատախազներ այն հանգամանքով պայմանավորված, որ իրենց ճնշում են անել այսպես կամ այնպես, այդ գործի հետաքննության մասով մի շարք ասելով 1 չի, 2 չի, 3 չի, ուղղակի դուրս են եկել աշխատանքից եւ չեն կատարել այդ պահանջը, որը ակնհայտ է բոլորի համար, որ քաղաքական պահանջներ են։ Հələ իրենց պարագայում ուզում եմ հիշեցնեմ, որ կա այս interim elections կոչված է, որը հա այս մոտակա ժամանակահատվածում լինելու է եւ շատ հնարավոր է քաղաքական բալանսի փոփոխություն լինի եւ հակառակը process-ը գնա, այդ օրինակ այդ քննության արդյունքում բարձվի անձը մեղավոր եւ ենթարկվի պատասխանատվության։ Այսինքն ասածս որն է, ոչ թե խնդիրը մեր մեջ է, որ մեր ազգը բոլորս վատն ենք, զարգացած երկրներում բոլորը լավն են, այլ շատ էական է, որ մենք նաեւ մեր բնակչության ընտրություններին մասնակցելու բարձր աստիճանի շնորհիվ հասնենք այդ քաղաքական բալանսի, որևէ իշխանություն նման լեկտի ամբռնազբոս եւ հանցագործ ոնց որ այսօրվանն են չի կարող լինել, անգամ եթե դա ֆաշիստական ռեժիմ լինի, նու չհասնենք հա բռնություններին եւ այլն, եթե նկատում գաղափարապես լինի ֆաշիստական։ Եթե այդ քաղաքական բալանս, այսինքն այդ ձեռքը բռնողը ձեռքին խփող, այդ քաղաքական ուժի աստիճանը այդ մակարդակի լինի։ Հիմա նույն դատական համակարգում, եթե հիշեք, ամեն ինչ այսքան վատ չէր տարիներ առաջ, նկատի ունեմ առնվազն ենթարկվելիության առումով։ Հələ հակառակը, երբ իշխանապողությունը տեղի ունեցավ 18 թվականին, ունեինք իրավիճակ, երբ մեծամասնությունը պաշտոնյաներ նշանակված էր նախորդ իշխանության կողմից, գործադիր իշխանությունը կտրուկ հակառակ մարդիկ էին իրականացնում եւ ինչ-որ ժամանակ կար, անգամ այս իրավական հանդույթի մեջ խոսում էին այսպիսի անկախ վիճակ երբեք չի եղել, բայց մարդիկ չէին գիտակցում, որ այդ հենց այդ քաղաքական բալանսի կարճ ժամանակներ, որ մենք ունեցանք, երբ բոլորը չեն նշանակված այդ պահին, այդ օրը գործող իշխանության կողմից։ Ինչ արեցին այս իշխանությունները, ընդունեցին տարբեր հակասահմանադրական օրենքներ, կհիշենք սահմանադրությունը հակասահմանադրական եղանակով փոփոխեցին առանց սահմանադրական դատան ուղարկելու, հետո այդ սահմանադրական դատանը մարսեց այդ հակասահմանադրական քայլը իր որոշումներով, փոխեցին մեծ մասին վերինացանների դատարանների, ընդունեցին տարբեր օրենքներ, այսինքն թափով կրճատեցին ներքևի դատարանների դատավորներին, հիշենք քրեական դատարանների հետ տեղի ունեցած հանգամանքը, հա, երբ կալանքի դատարաններ եղան, հետո դրանք դուրս եկան, հետո մի մասին հեռացած, ստեղծեցին անվերջ թափուր տեղեր եւ լրացրեցին նոր մարդկանցով, ավելի իրանց տոյար մարդկանցով եւ այլն եւ այլն։ Հիմա սա է, իհարկե սրա պատասխանը նաեւ նոր իշխանության գալու պարագայում ես կարծում եմ դպրոցական ժամանակվանից կրթության մեջ է իրավունքների նկատմամբ ավելի պահանջատեր հասարակություն ձևավորելու առումով, որպեսզի այս տիպի ամեն մի խախտման մասով ինքնաբուխ մեր մոտ մարդիկ պետք է դուրս գան փողոց եւ դժգոհություն արտահայտեն։ Բայց սա տարիների երկար ժամանակների ավելի շատ հարց է։ Եթե մենք խոսում ենք համակարգի մասին, մենք պետք է նպատակ դնենք, հասնենք մեխանիզմները շատ կարող են լինել, տարբեր կարող են լինել, այդ քաղաքական բալանսին եւ բաժի անխուսափելիության հանգամանքին առնվազն այն առաջին շարքում են կարկառում հրաման տվողների կամ վճիռ կայացնողների մասով ու մասով կասկած չկա, այսինքն 50-50 չի ես դատավորը պատվեր է կատարել, թե չէ, դատավորի մասով կան տվյալներ, թե չէ, բնական է, խոսքը գնում է իրավական ճանապարհների մասին, երբ որ դրանք կապացուցվեն այսօրվա գործող օրենսդրությամբ։ Բայց այդ մարդկանց մասով միանշանակ պետք է լինեն քայլեր։ Չեղան այդ քայլերը, դա լինելու է օրինակ նոր դատավորներ դարձած մարդկանց համար, որ ինչի գնան ռիսկի հակառակվեն առկա օրվա իշխանություններին, չկատարեն այդ քաղաքական պատվերը, գնան տուն կոպիտ ասած կարիերան վատնեն եւ չիմանան ինչի համար։ Եթե խոսենք մի կողմ դնենք արժեքային հանգամանքը, հա։ Իսկ երբ որ այդ օրը կգա, որ այդ սառը հաշվարկը արդեն կլինի կատարել, մարդիկ կլինեն ճաղերի հետևում, ովքեր քավորներն են, հա, բոլորի դեմքերը անգիր բոլորը գիտեն այս ապօրինությունների, ես կարծում իրական փոփոխություններ շնորհ կլինեն։ Շնորհակալություն պարոն Հակոբյան։
համակարգի եւ քաղաքականների մասին, օրինակ Բեկամվեց Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը տնային կալանքը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ եւ առաջիկայում Սամվել Կարապետյանը ելի կհայտնվի ԱԱԾ քրեակատարողական հիմնարկում, այսինքն այսպիսին է մեր արդարադատության իրավիճակը եւ դուք շատ կարեւոր հանգամանք նշեցիք, որ այլևս առանձնապես չեն էլ այսպես ջանք գործադրում այնպիսի գործեր հորինեն, որ գոնե մի քիչ արդարացված կլինի քրեակատարողական հիմնարկներում հայտնվելը, այդպիսի օրինակ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի գործն է, երբ իրենց արտահայտությունը, որը որ ըստ էության քրեայրավական հետևանք չպետք է առաջացնեն, ոչ միայն առաջացրեց, այլ այս պահին գտնվում են Արմավի քրեակատարողական հիմնարկում, Նարեկ Սամսոնյանն էլ հայտարարել է հացադուլ։ Այստեղ քրեական պատասխանատվությունից զատ ես կուզենամ նաև խոսենք հանրային պարսավանքի մասին, որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ մենք անընդհատ միայն կենտրոնանում ենք դատավորների վրա, կոնկրետ դատավորների վրա, որ գիտենք, որ քաղաքական պատվեր կատարող դատավորներ են, եւ այստեղ դուրս են մնում այն մինչև դատարան հասնելու համար պատասխանատուները, քննիչներ, դատախազներ եւ այլն, արդյոք պետք չէ ուժեղացնել նաև հանրային պարսավանքը այս մարդկանց նկատմամբ, որպեսզի իրենք չդառնան այդ քրեական գործեր հորինողները, իրենց ձեռքով այդ մարդկանց քրեակատարողական հիմնարկներ լցնողները, որովհետև սովորաբար ասում են, որ բանա, դուք այդպես միջամտում եք արդարադատության իրականացմանը եւ այլն, թե հանրային պարսավանքն էլ կարող է ազդեցություն ունենալ, որպեսզի այս հակասահմանադրական իրավիճակը ի վերջո վերջանա։ Ես կարծում եմ, որ հանրային պարսավանքը ուղղակի այն պարտադիր ատրիբուտն է, որը պետք է հետևի այդ մարդկանց իրենց ամբողջ մասնագիտական եւ ոչ մասնագիտական կյանքում, ինչին նրանք ուղղակի արժանացել են եւ ինչը նրանց հասանելիք բանն է, բարիքն է հանրության կողմից, որը պետք է տրվի։ Դա կազդի թե չէ համակարգային առումով անկեղծ կասեմ, ինձ թվում է չի ազդի։ Գուցե մեկի երկուսի վրա ինչ որ ազդեցություն ունենա, բայց որ համակարգային սկսեն քննիչները օրինակ ապօրինի ազատազրկման հետևից չգնալ նմանատիպ գործերով ապօրինություններ չանել, ես այդ սինույսերը չունեմ ամեն դեպքում, իսկ հանրային պարսավանքը ցանկացած դեպքում պետք է լինի, որովհետև համ անես այդ ապօրինությունները, համ դրանից հաճույք ստանաս, չի լինի, էլի, ուրեմն պետք է հանրությունը ճանաչի իր հերոսներին, պետք է ճանաչի, ով ասենք այս սրբազանի կալանքի հովանավորը, այն սրբազանի կալանքի հովանավորը եւ դրանց ամենաառաջնային, սկզբնական եւ հիմնական գործը կատարողները ճիշտ եք ասում, հենց այդ քննիչներն են, հենց այդ դատախազներն են, ապանոր այդ դատավորներն են։ Մենք ուղղակի դատավորներից լինելու քիչ թե շատ անաչառ։ Իրականում պարզ ասեմ, ցանկացած փաստաբանի հարցրեք, անգամ քրեական չէ, անգամ վարչական գործերով երբ մի խնդիր սկսում է վստահորդի մոտ, 90% դեպքերում, 90 եւ ավել տոկոս դեպքերում այդ փաստաբանի էլ այդ վստահորդի մոտ է հույսը դատարանն է լինում։ Դա նորմալ չի, որ այդպես է, բայց գոնե այդ իմաստով հա դատարանը պետք է այդ սահմանաբաժանը ունենար այդ ապօրինությունների մասով, որը ցավոք սրտի չունի։ Ես միանշանակ համաձայն եմ, հանրային պարսավանքը պետք է հետևի, բայց հույսներս էլ դրա վրա դնել կարծում եմ չի կարելի։ Եվ այդ մարդկանց մասով, ինչն է շատ կարևոր, որ այդ պատժի անխուսափելիությունը նաև առաջի հերթին պետք է թակի իրենց դռները, որովհետև պետք է այդպիսի հեշտ բան չլինի, հա, անձին ակնհայտ ապրեք, սխալներ մասնագիտական կարող են անել, դա էլ պետք է բան անենք, հա, ամեն մի ազատազրկված մարդու մասով չէ, որ պետք է ասենք, պետք է նստեն, բան անեն եւ այլ սխալներ եւ դատական եւ քննչական գործողություններում կարող են լինել, անգամ սխալ ազատազրկումներ կարող են լինել եւ պետությունը դրա մասով արդեն պետք է գույքային պատասխանատվություն կրի, որի մասով իմիջայլոց շատ թերի են մեր կարգավորումները, շատ մեղմ են մեր կարգավորումները։ Ինչ է նշանակում մարդուն տանես 5-6 տարի օրինակ զրկես իր ընտանիքից, առողջությունից, կենսակերպից, հոգեբանական այդ մեծ ստրեսը պատճառած եւ 2-3 միլիոն դրամով օրինակ կամ ավելի քիչ գումարով ասես փոխհատուցում ենք տալի, դա աբսուրդ է։ Այս մասով մեր պետությունը միանշանակ քաղաքացիական իրավունքների տեսանկյունից չի կատարում այն պարտականությունը, որը պետք է կատարի։ Բայց այդ սխալները մի կողմ պետք է հստակ վաղը մսոր իրականացված քննություններով հստակեցվեն ում մասով է քրեական հետապնդումը ակնհայտ ապօրինի եւ այդ մասով անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվություն։